Բարև ձեզ, ես Արմինե Ազիլխանյանն եմ, Առաբգիր բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավարը։ Այսօր կխոսեմ մի խումբ հիվանդությունների մասին, որոնք կոչվում են ժառանգական մաշկային հիվանդություններ կամ գենոդերմատոզներ։ Իհարկե, նրանք բարեբախտաբար այդքան էլ տարածված չեն, սակայն կարող են բերել բազմաթիվ բարդությունների, հետևանքների եւ ամենակարևորը կյանքի որակի խաթարմանը։ Ներկայումս հայտնի է մոտ 400 նմանատիպ ժառանգական մաշկային հիվանդություններ, որոնցից մի մասը կարող է ախտահարել միայն մաշկը, իսկ մնացածի դեպքում կարող են ախտահարվել նաև այլ օրգան համակարգեր, ինչպիսիք են նյարդային համակարգը, տեսողությունը, լսողությունը եւ այլն։ Այսպիսի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է, որ երեխան հսկվի բազմապրոֆիլ մանկական հիվանդանոցներում, որտեղ առկա են բոլոր նեղ մասնագետները, ինչպես նյարդաբանը, ակնաբուժը եւ այլն։ Այդպիսի հիվանդություններից է օրինակ նեյրոֆիբրոմատոզը։ Կարևոր է նշեմ, որ այդ հիվանդությունների առաջին նշանները կարող են լինել մաշկի ախտահարումը եւ այդպիսի դեպքերում շատ կարևոր է մաշկաբանի ճիշտ ախտորոշումը եւ հետագա հսկողությունը։ Ներկայումս հայտնի է մոտ 400 գենոդերմատոզ, դրանցից կուզենայի նշել առանձնապես իխտիոզը իր տարատեսակներով, հասարակից մինչև հարլեկինի համախտանիշ, օրինակ, որը բավական ծանր ընթացք ունի, ինչպես նաև վշտային բուլոզ էպիդերմոլիզը, որը նույնպես ունի տարատեսակներ, մի դեպքում այն ուղղակի ընթանում է մանր բշտերի առկայությամբ, որոնք միայն կարող են դրսևորվել ամռանը, իսկ մյուս դեպքում կարող է ախտահարվել տարածուն բշտերի տեսքով, նույնիսկ չնչին հպումից կամ վնասումից, երբեմն ախտահարվում են լորձաթահանթները, որը նույնպես բերում է իր բարդությունները սնուցման հետ կապված եւ կարող է բերել սպիական փոփոխությունների, մատերի, վերջույթների դեֆորմացիաների, այսինքն իսկապես շատ կարևոր եւ բարդ է դրանց վարումը եւ այստեղ անհրաժեշտ են տարբեր մասնագետների թիմային աշխատանքը, որպեսզի ունենանք լավագույն արդյունք։ Իհարկե, ժառանգական մաշկային հիվանդությունները համարվում են անբուժելի, սակայն դա այդպես չէ, ներկայումս բժշկագիտության զարգացմանը զուգընթաց կան բավականին մեծ առաջընթաց նաև այս հիվանդությունների դեպքում ստեղծվել են բազմաթիվ նորագույն բուժական միջոցներ, որոնք օգնում են այդ բուժառուներին։ Եվ ժառանգական մաշկային հիվանդությունների դեպքում ախտորոշումը իհարկե հիմնված է բնորոշ կլինիկական նշանների վրա, սակայն շատ մեծ դեր ունի հստակ գենետիկական հետազոտությունը, որպեսզի հայտնաբերվի բնորոշ գենի մուտացիան։ Բազմաթիվ գենետիկական հետազոտություններ դեռևս անհասանելի են Հայաստանի պայմաններում։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ ներկայումս Առաբգիր բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությունը համագործակցում է ֆրանսահայ բժիշկների հետ, որոնք մեզ աջակցում են ժառանգական մաշկային հիվանդություններ ունեցող երեխաների ախտորոշման եւ բուժման հարցում։ Քանի որ ժառանգական մաշկային հիվանդությունների մեծամասնությունը ուղեկցում է բուժառուներին եւ իրենց ընտանիքին, պետք է ընդունել այդ հիվանդությունները, չխուսափել դիմել մասնագետի եւ լինել հետեւողական։